հայից ինքնագիտակցությունը հանդես է գալիս ընդհանրապես հայի կերպարի եւ հայի հոգեբանական դիմանկարի մասնիկներից մեկը։ Ուրեմն, այստեղ պետք է նախ առաջ խոսել նրա մասին, թե ինչով ենք մենք հայերս տարբերվում, հետո նոր տեսնենք ինքնագիտակցությունը ինչով է յուրահատուկ։ Տարբերությունները մենք խոսել ենք ձեզ հետ դրա մասին, տարբերությունները բնորոշվում են զարգացման յուրահատկություններով։ Օրինակ ամենակարևոր յուրահատկությունը նա է, որ քանի որ հայերը բավականին երկար ժամանակ հայերս չենք ունեցել պետականություն, չի ձևավորվել պետական մտածելաձև։ Հիմա նոր մենք սովորում ենք ձևավորել պետական մտածելաձև։ Եվ դա այնքան էլ հեշտ չի ձևավորվում։ Իզուր չի, որ մեր բոլոր այն հարցերը, որը պետական հնչողություն պետք է ունենան, ոչ բոլորի կողմից են ընդունվում։ Որտեվ հայերի զարգացումը, որպեսզի գոյատևել, ունեցել է անհատական բնույթ, պետականության բացակայության ներքո։ Այս առումով ինքնագիտակցությունը շատ կոնցենտրացված է եսի վրա։ Մենք բոլորս բավականին բարձր կարծիք ունենք ինքներս մեր մասին։ Կա նաև մի ուրիշ ծայրահեղություն, որ մենք կարող ենք փնովել մեր ազգին, նկատելով օբյեկտիվորեն ազգում տեղի ունեցած տարբեր բացասական երևույթները կամ անհատական դրսևորումները, բայց հանկարծ որ անձնավորում ենք, ասում ենք, բայց դու էլ ես հայ, նա արդեն այդ բացասականը մոռանում է։ Շատ հետաքրքիր հատկություն է, ոնց որ ազգը, ասում ենք, հայեր, ուրիշ է, իսկ ես հայ ես, ուրիշ եմ։ Մեր մոտ պատմական անցյալի հետ կապված այդ հիշողությունները եւ դրա դերը ինքնագիտակցության ձևավորման մեջ չափազանց մեծ է, բայց միևնույն ժամանակ երբեմն դա խանգարում է ներկայումս մշակույթ վերարտադրելու, նորը ստեղծելու։ Մենք ավելի շատ կարծեք թե ապրում ենք մեր անցյալի արժեքներով, քան ստեղծում ենք նոր արժեքներ։ Կամ եթե նույնիսկ ստեղծում ենք, թվում է թե մեր համար ավելի կարևոր են անցյալի արժեքները, քան այսօրվա։ Օրինակ, եթե մենք պետությունը համարենք արժեք, ազգային արժեք, որը ինքնագիտակցության ձևավորման գործում բավականին խոր դեր է կատարում, օրինակ մենք ավելի շատ կարծեք թե կապվում ենք մեր այն պետությունների հետ, որոնք մենք ունեցել ենք անցյալում։ Ասենք օրինակ ժողովուրդը շատ սիրում է այդպես հպարտությամբ հիշել, որ մենք ունենք Տիգրան Մեծի ժամանակ եղել է հայկական պետություն։ Լինելով հին ժողովուրդ, մենք անընդհատ գնահատում եւ գերագնահատում ենք մեր անցյալը, անընդհատ ետ ենք նայում։ Ըստ էության վարվեցողության առումով մենք մեծացող ժողովուրդ ենք, այսինքն նման ենք մի մարդու, որ անընդհատ փորձում է ետ նայել, բայց այս պատկերացումների համակարգը իմ կարծիքով կոտրվեց 1988 թվականին, երբ սկսվեց Արցախյան շարժումը։ Շարժում, որտեղ մենք տասնամյակների եւ հարյուրամյակների ընթացքում վերջնականապես հաղթանակ տարանք, երբ մենք նոր ընձյուղեցինք, նոր ճյուղ տվեցինք, երբ մենք հիմք դրեցինք մեր ազգային նպատակների իրականացման առաջին քայլը կատարեցինք եւ երևի նոր արյուն ներարկեցինք մեր մեջ։ Մենք նոր ճյուղ տվեցինք, երիտասարդ ճյուղ, եւ այդ ճյուղը պետք է պահպանել։ Եվ այս առումով մեր ես չէի ասի, որ ինքնագիտակցության մեջ, բայց երբեմն ուղղակի առօրյա խոսակցության մեջ երբ քննարկումներ են լինում, արդյոք ճիշտ էր Ղարաբաղյան շարժումը, թե ոչ, պարզապես ծիծաղելի է այս հարցին անդրադառնալ, որովհետև սա ուղղակի մեզ համար կենսական անհրաժեշտություն էր։ Դա մեր ինքնագիտակցության եւ երկրորդ եսի վերընձյուղման երկրորդ դրսևորումն էր եւ նոր դրսևորումն էր եւ միակ դրսևորումը։ Ասեմ ձեզ, որ ընդհանրապես գիտակցության համար ամենակարևոր գաղափարը նա է, որ դա գիտելիքների միասնությունն է։ Այն ինչը, որ մենք հայերս շատ գերադասում ենք, ուսուցումը։ Գիտակցությունը զարգանում է, նաև ինքնագիտակցությունը։ Նրա միջոցով, որ մարդը ուսում է ստանում, ուսումը ավելի լայն իմաստով։ Տեսեք, հայերիս մոտ շատ հետաքրքիր բան կա, մենք բանիմաց ենք ամեն ինչ ուղղությամբ։ Եվ զարմանալին նա է, որ այդ բանիմացության մեջ շատ հաճախ շատ օբյեկտիվություն կա։ Ոչ թե բանիմաց ենք հենց այնպես,
այլ մենք ձգտում ենք ամեն ինչը իմանալ։ Սա հայի բնորոշ գիտակցության բնորոշ հատկություններից մեկն է։ Ինքնագիտակցության մեջ դա բնական է, որ դրսևորվում է։ Երևի մեր ազգային ինքնագիտակցության մեջ կարևորագույն դեր ունի նաև կրոնն ու եկեղեցին։ Եվ ըստ էության հենց դա երևի պատճառ, որ առաջինը մենք քրիստոնեությունը ընդունեցինք որպես պետական կրոն։ Այսինքն այն գաղափարախոսությունը, որ դրված էր քրիստոնեության հիմքում, դարձավ ազգային նաև մտածողության եւ գաղափարախոսության հիմնական շարժիչը։ Եթե ուշադրություն դարձրել եք մեր ժողովուրդը հետևելով քրիստոնեական վարչապետությանը, երևի միակ ժողովուրդն է, որը ստեղծել է միայն իրեն հատուկ քրիստոնեական դպրոցը, եկեղեցին, կառույցը եւ փաստորեն քրիստոնեությունը դարձրել է սեփական ազգային վարչապետություն։ Պատահական չէ, որ ռուսաուռչականությունը այնքան հարիր, այնքան անխզելի է մեր ժողովրդից, չնայած վերջին շրջանում տեղ գտած որոշ աղանդավորական այդ շարժումների աշխուժացման, որ ասեմ 19-րդ դարում ռուսական կայսրությունում մեր ազգությունը շեշտելու փոխարեն պետական փաստաթղթերում շեշտվում էր միայն հավատը, Գրիգոր լուսաուռչական, եւ սա բավական էր, որպեսզի աստիճանավոր հասկանար, որ գործ ունի հայի հետ։ Ապագան անշուշտ կապված է ազգի ապագան, կապված է ազգային ինքնագիտակցության հետ։ Եվ այդ ազգային ինքնագիտակցությունը, ուզում եմ նորից նշել, որ դա գիտակցության մի մասն է, կապված հայերիս գիտակցության հետ, ունի բավականին լավ նպատակներ, ունի լավ ուղղություններ զարգացման։ Ինձ թվում է այստեղ ամենակարևոր հարցը հետևյալն է, որ այս խնդրը ունենա պետական հնչողություն, որ դա լինի պետական բոլոր մակարդակների պետական խնդիր, եւ այդ պետական խնդիրը գիտակցվի ամեն մեկից կողմից։ Եթե մենք ասում ենք ինքնագիտակցություն, դա միայն անցյալը չի, դա միայն այն այսպես ասած գովաբանելին չի, դա միայն այն դրականը չի, ինչ որ ստեղծվել է անցյալում որպես արժեքներ, դա նաև այն կյանքն է, որով մենք այսօր ապրում ենք։ Եվ դա միգուցե շատ ավելի է կարևոր, որովհետև դա է ցույց տալիս, թե մենք ինչով ենք կապված մեր անցյալի ժառանգության հետ եւ որքանով ենք մենք այդ ժառանգության կրողը եւ որքանով ենք նաև այդ իրավունքը վաստակել կրելու համար, ասենք օրինակ, միջնադարյան մեր ճարտարապետական այդ կոթողների, որոնք որ համամարտկային արժեքներ են։ Երբ բանակ չունեցող ժողովուրդը պատերազմում հաղթանակ է տանում իր կամավորներով, որոնք որսորդական հրացանով դուրս են գալիս կանոնավոր ստորաբաժանումների դեմ, եւ այսօր մեր կյանքում տեղ գտած թերությունները բարձել այդ ժողովրդի բնավորության իբր այս վատ գծերի վրա կարծում եմ առնվազն կասկածելի թեզ է։ Նորից եմ կրկնում, ոչ մեկը չի ժխտում, որ մեր ժողովրդին այո հատուկ է եւ անհատապաշտությունը, սեփական շահի գիտակցումը։ Առանց դրանց մեր ժողովուրդը չէր կարող անցնել նաեւ այս հազարամյակների ճանապարհը։ Պատմությունն է մեզ ինչ որտեղ ձևավորել այդպես։ Մեր ինքնագիտակցության վրա ինչ այսպես դարակազմիկ դեպքեր են, որ կարող են հետ թողած լինել։ Թերևս նաև 1915 թվականի ջարդերը Եղեռնը։ Եղեռ, որը 1.5 միլիոն հայ կյանք տարավ, բայց Եղեռն, որը նաև յուրաքանչյուր հայի ցույց տվեց, որ նա չմեռնող ժողովուրդ է, ինչքան էլ ցանկանան իր թշնամիները։ Այսինքն այդ ապրելու հարատևելու կենսական ձգտումը, որ կա մեր ժողովրդի մեջ եւ օբյեկտիվորեն պահպանվող այդ երևույթը, ցույց է տալիս, որ մենք ապագայում պիտի որ լավ լինենք։ Ես շատ ուրախ եմ եւ այդպես էլ գտնում եմ, որ ցանկացած նոր սերունդ, հատկապես մեր ժողովրդի մեջ, անհամեմատ ավելի առաջ է, քան իր նախորդը։ Եվ դա զարգացման օրինաչափությունն է, որտեղ եթե գալիք սերունդը ետ է մնում իր նախորդից, ապա ժողովուրդը դատապարտված ժողովուրդ է, մենք այդպեսին չենք։